Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Los Angeles-յան տաղավարից աշխատում եմ ես, Ռոբերտ Գասպարյանն, եւ այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք պատմական գիտությունների տեխնացու, թուրքագետ Վարուժան Գեղամյանին, ողջույն Վարուժան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Վարուժան, դուք Միացյալ Նահանգներում առաջին անգամ չեք եւ եկել եք ոչ որպես բնականաբար զբոսաշրջիկ, այլ եկել եք հստակ գործունեությամբ Հայաստանը եւ տարածաշրջանը ընտրություններից առաջ հանրային բանախոսությանը Alpha News-ը բնականաբար ներկա էր եւ այդ միջոցառումը լուսաբանել, խնդրեմ մի փոքր մանրամասնեք, բացեք փակագծերը, ինչ եք այնտեղ խոսել եւ որն էր այդ միջոցառման անցկացման գլխավոր նպատակը։ Շատ լավ, նախ շնորհակալություն տալիս Alpha News-ին մեր այդ միջոցառումը լուսաբանելու համար, ուրախ եմ ձեզ այնտեղ տեսնել եւ նաեւ ասեմ, որ ուրախ եմ, որ ձեր գործունեությունը շարունակում է ծավալվել, այդ թվում նաեւ այստեղ Սփյուռքի կարևոր գաղթօջախներից մեկում։ Իսկապես առաջին անգամ չէ, որ ես Միացյալ Նահանգներում եմ գործընկերներս Միացյալ Նահանգներում, որովհետեւ պարբերաբար մենք հատկապես 2020 թվականից հետո կարևոր ենք համարում որ խոսենք Հայաստանի արչև ծառացած մարտավարների մասին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև խոսենք այնտեղ, որտեղ հայկական աշխարհի կարևորագույն այսպես հենասյուներից մեկն է, այս պարագայում կոնկրետ Կալիֆոռնիայի ուրեմն գաղթօջախում Կալիֆոռնիայի հայկական Սփյուռքի կալիֆոռնիական, այսպես ասենք, հատվածում ու հենց դրա շրջանակներում էլ այդ մտայնության շրջանակներում էլ պարբերաբար այցեր են ունենում համայնքային կազմակերպությունների հրավերով նրանց հետ համագործակցությամբ, որտեղ ներկայացնում ենք եւ արկա խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները եւ այն հարցերը, որոնք պետք է իրենցից ներկայացնեն մեր, այսպես ասած, հանրային օրակարգի առաջնային կետեր։ Այսինքն, սա յուրահատուկ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ընդայնան, որոշ դեպքերում բառից բուն իմաստով վերականգնած ուղղված այսպես ծրագրեր ու քայլեր են, ինչի շրջանակներում էլ այսօր հերթական անգամ Լոս Անջելեսում ենք ու Կալիֆոռնիայում ենք։ Դուք պարբերաբար հետևում եք Սփյուռքի գաղթօջախների գործունեությանը հերվից բնականաբար գրառումներով եւ գործունեության վերաբերյալ հաշվետվություններով ներկայանում են ըստ ձեզ որ փուլում է այսօր Սփյուռքը եւ մասնավորապես Միացյալ Նահանգների այսպես Կալիֆոռնիան գաղթօջախը ինչ փուլում է գտնվում ինչ ասպեկտներ կան որոնք որ պետք է մի փոքր բարելավել հաշվի առնելով այն հանգամանքը որ Սփյուռքի ներգործությունը Հայաստանի վրա, այսպես ասենք, ձևակերպենք աստիճանաբար նվազում է, գործող վարչակազմ ամեն կերպ փորձում է բաժանել Հայաստանը եւ Սփյուռքը տարբեր եղանակներով։ Դե այստեղ պետք է 3 հիմնական երևի կետով ասել, թեզիսներով ասել։ Առաջինը, որ միանգամից պետք է հիշեցնել մենք հենց մեզ, ինքներս մեզ, որ Հայաստանը մի կշիռ ունի առանց Սփյուռքի եւ բոլորովին այլ կշիռ ունի Սփյուռքով եւ սա իմիջիայլոց գիտեն մեր ճշնամիները Թուրքիան եւ Ադրբեջանն իտալական հասկանում են դրա համար մշտապես Հայաստանի հատկապես անկախության ձեռքբերումից հետո 1991 թվականից ի վեր անդադար ամենատարբեր ամենապաշտոնական հնարավոր բարձր մակարդակներով անդադար խոսել են մասին որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ պետք է ստեղծել հնարավորինս անջրպետներ պետք է այդ անջրպետները հնարավորինս խորացնել եւ ի վերջո վերել նրան որ Սփյուռքն ու հայկական այսպես Սփյուռք եւ հայկական պետականություն իրարից կտրված լինեն։ Եթե հնարավոր է նույնիսկ իրանց հակադրել, ել ավելի լավ, հա։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այդպիսի գործունեությունը տալիս է նաեւ որոշ պտուղներ։ Ուրեմն ինչու է սա կարևոր, որովհետեւ հայկական պետությունը բոլորովին այլ բարձր, շատ ավելի բարձր կշիռ է ձեռքբերում Սփյուռքի նույնիսկ միայն արկայությամբ, ել չեմ խոսում դրա հետ ճիշտ աշխատանքի բարգեմ։ Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ցավոք սրտի 2018 թվականից հատկապես 2020 թվականից ի վեր մենք ունենք ըստ էության պետական քաղաքականություն ոչ թե լավ կամ վատ Սփյուռքի նկատմամբ, ինչպես որ առաջ էինք քննարկում, չի, ինչքանով արդյունավետ Սփյուռքի նախարարությունը կամ ինչքանով պակաս արդյունավետ, այլ մենք ըստ էության այլևս չունենք Սփյուռքի հետ տարվող քաղաքականություն, այսինքն չկա որպես այդպեսին, չկա հայկական պետությունում մի հատ մարմին գործ կառույց, որը իրականում զբաղվում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմամբ, դրանց ընդլայնմամբ, դրանց նոր միս ու արյուն տալով։ Ունենք ապաշուշտ դե ֆակտո մի հատ գործող գրասենյակ, ընդ որում ինքնին արդեն գրասենյակի կարգավիճակը հուշում է, որ գործ ունենք շատ ցածր օրգանի մարմնի հետ, եւ ուրեմն եւ այդ եթե նայեք այդ օրգանի գործունեությունը, ապա այդ օրգանը ոչ այլ ինչ է, քան դե ֆակտո իշխանությունների հերթական քարոզչական, այսպես ասած, գրասենյակներից մեկը։ Եվ վերջապես երրորդ հանգամանքը, ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հանգեցնում են յուրահատուկ թևաթափման, հուսալքության հայկական գրեթե բոլոր համայնքներում Հայաստանի սահմաններից դուրս եւ
այդ թվում նաև ամենահայաշատ համայնքներից մեկում, այստեղ Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում եւ ես արդեն ունեցել շփվելու վերջին տարիների ընթացքում ամենատարբեր քաղաքների, ամենատարբեր բնակավայրերի հայության ամենատարբեր ներկայացուցիչների հետ, եթե նույնիսկ արկա այն մարդկանց մոտ տարբեր ընկալումներ տեղի ունեցողի հետ, տեղի ունեցողի պատճառների եւ հնարավոր հետագա զարգացումների մասին, ապա մի բան կա, որտեղ բոլորը միաձայն են։ Դա այն է, որ տեղի ունեցողը Հայաստանի հետ ոչ թե այստեղ անցնում է կողքով, այլ տկարացնում, թուլացնում է հայկական սփյուռքը։ Եվ Կալիֆոռնիան այս առումով բացառություն չէ։ Չնայած այդքան ռեսուրսներին, այդքան մեծ հայությանը, այդ քանակությանը հայության, այդքան մեծ հնարավորություններին, որ առկա է տեղի հայության մոտ, ամեն օր լսելով հայկական լրահոս, ամեն օր տեսնելով թե ինչպես է պետականությունը ըստ էության հայկական այսպես դե ֆակտո իշխանությունը հրաժարվում հայկականության տարերից, որոնք ուղիղ հարվածում են սփյուռքին, տեղի ունենում մի process, որը հանգիստ կարելի է բնորոշել որպես ռազմավարական հուսալքություն։ Ես հատուկ եմ այս բառն օգտագործում, այդ տերմինը, հա, այսպես ասած հորինում, որովհետև սա ուղղակի հուսալքություն չէ, որ վաղականցնի, այլ հուսալքություն է, որը հանգեցնում է, պատկերացրեք, դուք ունեք այսպես, ասենք, մի հատ այսպես համայնքն է, այս շրջանի տեսքով, շրջանից մի հատ շերտ կտրեցիք ու ընկավ։ Այլևս չկա այդ։ Ընդ որում կորումա հուր հավիտյան, այն իմաստով, որ մարդը, եթե այլևս չի ուզում ինքն իրեն ասոցացնել հայկական պետության հետ, հայկական հայրենիքի հետ, այլևս այդ մարդը նաև չի լինելու նույնիսկ գաղութային կյանքում, այսինքն ներսի կյանքում այլևս չի լինելու։ Դրա համար այս իմաստով ցավոք սրտի ընդհանուր միտումները դրական չեն։ Հնարավոր է արդյոք դա փոխել, վստահ հնարավոր է փոխել։ Եվ վերջապես կարևոր է արդյոք աշխատել այս ուղղությամբ, այդ թվում նաև ազգային ուժերին, որոնք ներկայացված են ընդդիմադիր դաշտում, անշուշտ, որովհետև նորից հայկական աշխարհի սահմանները, հայկական աշխարհի, եթե կուզեք ռազմաճակատի գիծը, սկսում է ոչ թե Հայաստանի Հանրապետության սահմաններն, այլ սկսում է սփյուռքից։ Եվ ես համոզված եմ եւ կարող եմ նաեւ ապացուցել, որ առաջին հարվածները հայկական պետականությանը ուղղված ոչ թե Երևանում են, այլ այստեղ են։ Դրա համար սա ոչ պակաս կարևոր ֆրոնտ է եւ ինչքան էլ կարող տարօրինակ թվալ ասածս, բայց հիմա մենք ինչքան էլ որ մենք դժվարություն ենք Հայաստանում, մենք իրավունք չունենք ժամանակ ու ռեսուրս չծախսել սփյուռքի մեր համայնքների կազդուրման, ամրապնդման, հուսալքության հեռացման ու ապագայի տեսլականի ներշնչման մեջ։ Ու հիմա այդ ձեր այս խոսքերի ուղիղ հակառակ աշխատում է Հայաստանի գործող վարչակազմը եւ կարելի է սա անցնել որպես պետական ծրագիր սեփ խրելու Հայաստանի եւ Սփյուռքի միջև եւ առհասարակ այն ինչ որ այսօր տեղի ունենում աշխարհում մանավանդ պատերազմի ժամանակ 44-օրյա պատերազմի ժամանակ ինչքան ռեսուրս եկավ Սփյուռքից, ինչքան օգնություն եկավ Սփյուռքից եւ հիմա դնել եւ մոռանալ դա ինչի հաշվին է ստացվում մոռացության մատնել Սփյուռքի ներգործությունը Հայաստանի կյանքի վրա եթե ու այստեղ ես ինքս իմ հարցին փորձում եմ պատասխանել մեկ այլ հարցով Եթե կարողանում եմ մոռացության տալ այն, որ Արցախը հայկական էր, հիմա այլևս հայկական չէ, ինչպես են կարողանում մոռացության, եւ այս կապը փորձենք հասկանալ, դուք ինչպես եք դա տեսնում։ Ճիշտ է, ես ուղղակի պիտի հավելեմ, որովհետեւ շատ ուրախ եմ, որ դուք այդ դիտարկումն անում եք, ես վերջին շրջանում ինքս եմ փորձում անդադար այդ մասին խոսել, որ Արցախի կորուստը դա միայն տարածքի կորուստ չէ, դա միայն հայկական հայրենիքի կորուստ չէ, Արցախը ինքն իրենով մարմնավորում էր, խորհրդանշում էր ցանկացած պետության համար, ցանկացած հասարակության համար ամենադրական բաները, այսինքն ինքնակազմակերպվածություն 1, սեփական երկրին պաշտպանելու, այսպես ասած, պատրաստակամություն 2, անձնազոհություն 3, հա մեր բազմաթիվ տղաները, բազմահազար տղաները տարիներով անձնազոհություն են ցուցաբերել պահելով Արցախը հայկական պետականությունը հայկական 4-րդ այն խորհրդանշում էր հավաքական միասնական հայազգի գաղափարը Սփյուռքում լիներ թե Հայաստանում մեկակար Արցախ, որը բոլորից միավորում է։ Կոպիտ ասած, այո, երամիասնություն էր, որը որ վիճարկելի չէր։ Ոչ մեկ չկարող է մարդիկ կային, որոնք որ ասում են, որ այդ երամիասնությունը այդքան լավ չի աշխատում, եւ այո, ինչ որ տեղերում լավ չի աշխատել, բայց այն կար, այսինքն բոլորը կիսում են, որ այդպես պիտի լինի, հա։ Եվ վերջիվերջո Արցախը դա նաև եթե շատ ավելի լայն փիլիսոփայական իմաստով դա ցանկացած մարդու ազատության խորհրդանիշն էր, այսինքն հայ մարդիկ ժամանակին ասել են, որ մենք ուզում ենք ազատ ապրել մեր հայրենիքում, Ադրբեջանի տակ չենք ուզում ապրել, դա ամենաժողովրդավար բանն էր։ Եվ երբ որ մենք թույլ ենք տալիս, որ Արցախից հրաժարումը, Արցախի հանձնումը, դավաճանական հանձնումը նորմալ համարվի, ուրեմն մենք ըստ էության նորմալ ենք համարում այս իմ նշած բարոյական գլխավոր սկզբունքների
ոտնահարում է։ Դրա համար Արցախի իսկապես ամեն ինչի խորհրդանիշներ եւ պատահական չէ որ դրա հանդուրժելուց հետո մենք տեսնում ենք հարվածներ մնացած բոլոր կետերին։ Իսկ ինչ վերաբերում է արդյոք սա պետական ծրագիր է, արդեն ասացի որ ըստ էության չկա պետական ծրագիր ընդհանրապես Սփյուռքի հետ դրական աշխատանքի, կա միայն մի հատ պաշտոնական ինչ որ մի հատ մարդ, որը զբաղվում է ամբողջ օրը արդարացնելով իշխանության գործունեությունը։ Այսինքն ինքը ուրիշ ֆունկցիա չունի, իր աշխատանքի ոչ մի այլ արդյունք չի երևում։ Ընդհակառակը խորանում անջրպետը հայկական պետության ու Սփյուռքի միջև ամեն օր Սփյուռքը ել ավելի է տկարանում եւ դա ուղիղ, այսպես ասած, հաշվետվությունն է այդ ոլորտում եւս դե ֆակտո իշխանությունների տապալման։ Եվ հակառակը, եթե օրինակ ինձ հարցնեն ինչպիսին կլիներ, օրինակ եթե այնպես կառավարության քայլերը, որը նպատակ ունենար ոչ թե նպաստել հայ-սփյուռքյան հարաբերությունների զարգացման, այլ հակառակը, այնպես որ Սփյուռքը մաքսիմում արագ թուլանար ու վերանար, ապա մոտապես ահա այսպիսի քայլեր կամ այդ քայլերի բացակայությունը կլիներ։ Այնպես արդյունքը բոլոր իմաստներով նույնն է։ Եթե գիտակցաբար են անում, շատ վատ է, եթե անգիտակցաբար են անում, էլի շատ վատ է։ Արդյունքը նույնն է, հետեւաբար այստեղ նույնիսկ վիճելու կամ բանավիճելու բան չունենք որևէ մեկի։ Իրականում խոսեցինք Արցախը հանձնելու հետ կապված, որ Արցախի հանձնելը դա զուտ հողակտորի հանձնել չէ եւ այլն եւ այլն, բանախոսության շրջանակում, հանրային բանախոսության շրջանակում ներկայացրեցիք թուրքական աշխարհի քարտեզներից մի քանիսը, որտեղ որ երևում էր լավ Զանգեզուրի միջանց կոչվածը եւ խոսույթը, որ Զանգեզուրի միջանցքը դա ճանապարհ է, իրականում այդպեսին չէ, Զանգեզուրի միջանցքը ամբողջ մարզն է, Սյունիքի մարզը եւ Վայոց ձորը։ Բայց կարծես թե հայ հասարակությանը այդ ինֆորմացիան չի հասնում։ Պետական մակարդակով բնականաբար նման բան չես կարող ասել, որևէ մեկը չի ասի, իսկ քաղաքակիրթ մարդիկ, մասնագետները, որ ասում են, հայ ժողովրդին չի հասնում տեղ։ Ոնց անենք, որ հասնի եւ մաքսիմալ պարզ, որպեսզի ձեր մասնագիտական վերլուծության արդյունքում ոնց է պետք հասցնել մարդկանց, որ դա միայն ճանապարհը չէ, չէ՞ որ ասում են խոսույթ կար, որ Արցախը դա Հայաստանի Հանրապետության վահանն է։ Արցախը կորցնելու դեպքում Հայաստանի պետականությունը լինելու է վտանգված, խոցելի։ Եվ հիմա մենք տեսնում ենք արդյոք։ Այո։ Շատ լավ, նախ ես ասում եմ, պետք է ի ուրախությունից չհամաձայնվեմ ձեզ հետ, որովհետև ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հայ հասարակության ճնշող մեծամասնություն է, եւ իմ խոսքերը ապացուցում են նաեւ տարաբնույթ սոցիոլոգիական հարցումներ եւ այլ տիպի հասարակական տրամադրությունների չափման գործիքներ, հուշում են, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Եվ սա նաև այդ թվում նաև մեր երկուսի մասնագիտության տեր մարդկանց աշխատանքի արդյունքն է։ Եվ լրագրողներն են իրենց բաժին աշխատանքը արել, եւ փորձագետներն են արել, բացատրելով, գիտնականներն են արել, բացատրելով թե ինչ է իրենից ներկայացնում այդ թուրքական քաղաքական ծրագիրը եւ ինչ վտանգներ այն պարունակում հայության համար։ Այնպես որ սա ես կարծում եմ, որ նաեւ սրա ուղիղ արդյունքն է այն, որ դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչները անդադար ասում են, որ միջանց չկա, տենց բան չկա, հա։ Այսինքն ես դա չեմ կարծում, որ իրանք ասում են, որտեվ իրանք համոզված են, որ տենց է, որտեվ եթե դուք նայեք օրինակ դե ֆակտո վարչապետի 2021 թվականի բաներից մեկը, հոդվածներից մեկը այն ժամանակվա հայկական ժամանակում կտեսնեք, որ այնտեղ գրած է բառացիորեն այն ինչ որ նշանակում է միջանցք, հա, որ Սյունիքով պետք է տալ թուրքական ճանապարհ, հարց չկա, դա խնդիր չի եւ այլն, հա։ Հիմա այս իմաստով իհարկե կարևոր է այս աշխատանքը շարունակել, այսինքն անդադար պետք է խոսել, բացատրել, որ էական է տեսնել սրա մեջ ոչ թե ուղղակի ճանապարհի գաղափար, այլ թուրքական ծրագիր։ Հիմա կասեմ այն բաները, այսպես ասած, գործիքները, որով հեշտ ամեն մարդ կարա սա ինքը իրան համար ապացուցի եւ կողքիների համար ապացուցի։ Բայց դա չի նշանակում, որ ուրեմն փորձեր չեն լինելու հայ հասարակությանը շարունակել մանիպուլացնել, հայ հասարակության վրա տարածել քարոզչական անհավանական, ուղղակի աներևակայելի քանակությամբ քարոզչանյութ, որը բերում է նրան, որ հայ հասարակությունը, եթե չի սկսում այսպես կողմ նայել, ապա առնվազն իմոց սկսում է կասկած առաջանալ, որ կարող է իսկապես այդպես վատ բան չկա։ Ես դա տեսնում եմ, որովհետև մեր հայրենակիցները շատ հաճախ ինձ ասենք փողոցում
Հայաստանի տարբեր բնակարար մոտենում են, զրուցում են կամ նամակներ են գրում, ասում են ես հասկանում եմ, որ ոնց որ թե վատ բան է, բայց ուզում եմ մի հատ էլ բացատրեք, որովհետև այն օրը այսինչին լսեցի ու այդ այսինչը հիմնականում դա դե ֆակտո իշխանությունների քարոզիչն է, վարձկանը, այսպես ասած, հա, եւ ուրեմն այո, կամ գրչակը եւ այդտեղ ինքը այնտեղ ինչ որ անդադար ինչ որ sense խառը իրար հակասող, ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող հետեկացություն է լցնում, որի ազդեցության տակ մարդը ամենանույնիսկ ռացիոնալ մարդը սկսում է մոտը կասկած առաջ, կարող է ես սխալ եմ։ Հիմա պատկերացեք, եթե ինձ էլ մի 40 հոգի նույն սենյակում սկսի ասել, որ չէ, այդ Մինջանսկը լավ բան է, այդտեղ վտանգ չկա եւ այլն, ես էլ ինչ որ մի բան երևի կսկսեմ կասկածել, հա։ Բայց հիմա պատկերացեք մարդուն, որ այդ թեմայից հեռու է, չի մասնագետ չէ, չի կարող ինքը գնալ ու ստուգել եւ այլն։ Ես կգնամ կստուգեմ, մեր հայրենակիցը չի կարող դա անել, շատ դժվար է։ Դրա համար այս իմաստով շատ կարեւոր է պահել տեղեկատվական այսպես հիգիենան, տեղեկատվական խրամատը ճիշտ պահել, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը անհավանական քանակությամբ ջանք են թափում, որ այդ թվում նաեւ հայ հասարակության ներսում կոտրվի Մինսկի հանդեպ դիմադրությունը։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ նույնիսկ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, որ ուրեմն իրենք օրինակ ստեղծում են հիմա հայալեզու Facebook-յան էջեր եւ այլ սոցիալական ցանցերում էջեր են ստեղծում Թուրքիան եւ Ադրբեջանը, մենք ունենք ապացուցված արդեն դեպքեր, որով հայերեն լեզվով հայ մարդկանց համար քարոզ են անում, որ այդ լավ բան է, մի հրաժարվեք, մի մերժեք դա, հեսա տեսեք ինչ լավ եք ապրելու դրա շնորհիվ, հա, դա Թուրքիան ոչ ձեզ կթելադրի, բայց հո լավ կապրեք եւ այլն։ Եվ նույնիսկ դե ֆակտո իշխանությունների ըստ էության սպասարկող փաստերի ստուգման հարթակներից մեկը նույնիսկ չէր կարողացել չխոստովանել, որ այո, դա թուրքական կառույցն է, գտել էին, ապացուցել են, որ դա բան է, հա, գրանցված է թուրք քաղաքացու վրա այդ էջը։ Այնպես որ այս իմաստով ավելի շատ անալու է, առաջիկայում մենք շատ ավելի շատ ենք տեսնելու այդ կառույցն ծավալները, հետեւաբար մեր անելիքը շատ ավելի մեծ է։ Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, եթե երկու բառով բարձ ասենք, թե չենք ասում այն հոներ, որ այդ Միջանցքը վատ բան է, եթե մի պահ պատկերացնենք, որ մեծ դիտողների մեջ հանկարծ կա մարդ, որը տեղյակ չի, առաջի անգամ այս թեմային առնչվում եւ ուզում է իմանալ ավելին։ Պետք է հիշել հետեւյալը, որ ուրեմն Թուրքիայում եւ Ադրբեջանում շատ վաղուց, առնվազն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն 1911 թվականից ի վեր, երբ որ դեռ այն ժամանակ կար Օսմանյան կայսրություն, իսկ Ադրբեջան պետություն դեռ ձևավորված չէր, բայց ընթանում էին դրա ձևավորման աշխատանքները։ Օսմանյան կայսրությունը մտածում էր, որ հարավային Կովկասում եւ ապա հարակից տարածաշրջաններում իրենց ազդեցությունը տարածելու համար շատ էական է լինելու հարավային Կովկասի հարավային հատվածով, Նախիջևան, Սյունիք, Արցախ, այդ գոտով ձևորել այս կողմ գտնվող ապագա Ադրբեջանի հետ ընդհանուր սահման։ Այո։ Սա ոնց որ գլխավոր նպատակն է։ Եվ դրան խոչընդոտող եղել է 3 հիմնական հայկական բնակավայր՝ Նախիջևան, Արցախ, Սյունիք։ 1911 թվականից ի վեր տարբեր փուլերում Թուրքիան շատ մոտ է եղել դա իրականացնելուն։ Սկզբից գրավել է Նախիջևանը, հետո գրավել է Արցախը, մնացել էր Սյունիքը, բարեբախտաբար հայկական դիմադրության շնորհիվ այն չստացվեց, հետո սովետական ժամանակում փորձեց այդ նույնն անել, հետո բարեբախտաբար 91 թվականից հետո մենք արտագրեցինք Արցախը եւ այդ հերացրեցինք այդ գաղափարի իրականացման հավանականությունը մի քիչ ավելի մեծ բան արեցինք, փոքր դարձեցինք, որովհետեւ փաստորեն կա հայկական Արցախ, հայկական Սյունիք ու Թուրքիան եւ Ադրբեջանը իրարից շատ ավելի մեծ տարածքով են բաժանված, հա, եւ դրա համար մենք երբեք 2000-ականներին չենք լսել այդ թեմայի մասին։ Չի եղել, չէ՞ քննարկում Զանգեզուրի, Միջանցքի կամ որևէ այլ բանի մասին։ Որտեւ եթե կար Արցախ, այդ գաղափարը թուրքական այդ ծրագիրը, քաղաքական ծրագիրը իրականությունից շատ հեռու էր։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո այդ ծրագիրը դարձել է նորից թուրքական ընկալման մեջ հնարավոր, որտեղ այժմ իրենց ընկալման մեջ թուրքական աշխարհը, մի կողմից Թուրքիան, մյուս կողմից Ադրբեջան եւ ապա Անդի թուրքախոսներով բնակեցված տարածքները իրարից բաժանում են ընդամենը մի հատ 44 կիլոմետրանոց Սյունիք, որը եթե մի պահ պատկերացնեք, որ դուք նայում եք Անկարայից կամ Ստամբուլից, այսինքն դուք թուրք քաղաքական մտածողության կրող եք, ապա որ նայեք, կհամոզվեք, որ դա ձեզ համար ոչ մի բան է։ Այն նրա դիմաց ինչը դուք կարող եք ստանալ այդ սահմանը ձևավորելու, այդ ընդհանրական ճանապարհը ստանալու դեպքում։ Ընդ որում նորից եմ ասում, իրենց ընկալման մեջ ճանապարհը ընդհանրապես այն առաջի գործիքն է, որով սկսելու են այսպես փորել, հա, այսինքն այն զուբիլ են, չէ՞ դրան ասում, հա, այդ սկսելու են այդպես քանդել Սյունիքի արմարությունը, Սյունիքի լեռնային այդ բնական սահմանը, որը պահվել է անհավանական զոհերի, անհավանական քաջագործությունների շնորհիվ։ Ուրեմն նպատակը դրա համար ոչ թե ճանապարհն է, այլ
իրականում ընդհանրական սահմանի ձևավորումը, որի առաջի գործը ճանապարհն է, հին արաբերեն ասացվածքն ասում է, որ եթե ուզում ես բանակներդ ինչ որ տեղ հասնեն, նա սկզբից պիտի կառուցես այդ ճանապարհը։ Հիմա սա բառացիոնեն դրա դրսևորումն է։ Երկրորդ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության, ռազմական ղեկավարության խոսույթում մենք տեսնում ենք, որ իրենք ասում են, որ սա տնտեսական ծրագիր չէ, սա լոգիստիկ ծրագիր չէ, այլ սա քաղաքական նախագիծ է, այստեղ ես օրինակ ուղիղ մեջ բերում եմ Ռաջեփ Թայիփ Էրդողանին կամ Ալիևի խոսքերը, սա մեր համար ռազմավարական գերկարևոր նշանակություն ունեցող նախագիծ է։ Մենք գործ ունենք քաղաքական պրոյեկտի հետ, որտեղ տնտեսական հաշվարկները որևէ դեր չեն կատարում կամ կատարում են նվազագույն անհետաքրքիր դեր, եւ իրենց նպատակն է սկզբից առնվազն ճանապարհի տեսքով, ապա սողացող Սյունիքի նվաճման միջոցով ըստ էության Սյունիքը դարձնել թուրքական։ Եվ սա է պատճառը, որ թուրքական քաղաքական մտածողության մեջ, ինչպես դուք հիշատակեցիք ձեր հարցը տալու ժամանակ, Զանգեզուրի միջանցք, Զանգեզուր կորիդորու, այդ տերմինով, որը քաղաքագիտական տերմին է Թուրքիայում, հա, այդ տերմինով 1920-ականից ի վեր կոչում են ոչ թե ճանապարհը, այլ Սյունիքի ամբողջական մարզը։ Ավելին, Սյունիք եւ Վայոց ձորի մարզը։ Այսինքն իրենց համար դա միջանցք է թուրքական աշխարհի միջև, որը ճանապարհ չէ։ Այսինքն մենք տեսնում ենք միջազգային ճանապարհ տերմինի եւ թուրքական միջանցք տերմինի, ասենց ասած merge, հա, անգլերենում ասում են, այսինքն միաձուլում, միախառնում մեկ բանի մեջ։ Իսկ շարունակելով թուրքական քարոզչական մեքենայի աներևակայելի մեծ ռեսուրսի կիրառումը Հայաստանում քաղաքական ռեպրեսիաները եւ մասնավորապես եկեղեցու նկատմամբ նման խայտառակ գրոհը մենք կարող ենք դե ֆակտո կամ դե յուրե, դե յուրե չէ, դե ֆակտո կապել այդ թուրքական մեծ քաղաքականության որպես ինչ որ կցորդիչ կամ կարևոր այսպես փաստաթուղթ կամ կարևոր ինչ որ մի նշան, կետ այդ քարոզչությանը։ Այո, իհարկե կարող ենք, դրա համար ես կարող եմ օգտագործել ձեր ոչ միայն այս հաղորդման եթերը, այլ ընդհանրապես Alpha News-ի ամբողջ ուղիղ եթերը, այդպես թվարկեմ, թե քանի հնարավոր մակարդակներում, քանի հնարավոր դեպքերում են Թուրքիայում ու Ադրբեջանում ասել, որ օրինակ հայ առաքելական եկեղեցին իրենց համար խոչընդոտ է, բայց դա չանելու համար ուղղակի բերեմ մի օրինակ, որ օրինակ 2020 թվականի նոյեմբերի 17-ին, երբ որ պատերազմը ավարտվել էր Ադրբեջանի հաղթանակով եւ Թուրքիայի խորհրդանում նշում էին այդ հաղթանակը, այդ հաղթանակի քննարկման ժամանակ նաև խոսք էր գնում իշխող կոալիցիայի կողմից այն մասին, որ պայքարն ավարտված չէ եւ կան ինստիտուտներ, կան գործոններ, որոնք դեռ կարող են խոչընդոտել Թուրքիայի առաջ խաղացմանը։ Այդ դրանց շարքում երկու գործոններից մեկը նշում էր հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Իսկ սա այն քիչ օրինակներից, այսինքն այն շատ օրինակներից ընդամենը մեկն է, մի փոքր հատվածն է, որոնք մեզ ապացուցում են, որ գործ ունենք թուրքական, ադրբեջանական հստակ թիրախավորման հետ հայ առաքելական եկեղեցու, որտեղ պատկերավոր ասած հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է հայկական պետության բեքափը, այսօրվա բառերով ասած, հա, այսինքն կոպիտ ասած, որ մի ոնց է մեր աբանում, չգիտեմ, storage-ում մենք լցնում ենք, որ հանկարծ հեռախոսի հետ մի բան լինի, մենք այդ storage-ում մեր նկարներ ունենանք, այ հայ առաքելական եկեղեցին հայկական պետության այդ storage-ն է, on-line ամպն է, հա, որը որ հիմա իրանք փորձում են քանդել, որովհետև այդ պարագայում հայկական պետությունը անհավանական թուլանում է, ոնց որ Սփյուռքի պարագայում հայկական պետությունը մի կշիռ ունի Սփյուռքով եւ առանց Սփյուռքի, Սփյուռքով այստեղ է, առանց Սփյուռքի ստեղ է։ Նույնիսկ հայ առաքելական եկեղեցին որ կա, իր միջազգային նաեւ ցանցով ինքը այստեղ է, հայկական պետությունը առանց հայկական եկեղեցու ինքը այստեղ մի տեղ է, հա։ Դրա համար բարձրաբար մեր ճշտամիները, որոնք այս իմաստով շատ լավ հայագետներ են, հասկանում են, որ եկեղեցին, եկեղեցու թիրախավորումը էական է հայկական դիմադրությունը թույլատնելու համար։ Հիմա եթե մի բան վերանանք այն արկա շատ հիմնավոր վարկածներից, որ այստեղ կա համադրում ջանքերի Հայաստանի դե ֆակտո իշխանությունների եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, մի բան վերանանք այդ շատ հիմնավոր վարկածներից, բայց դեռ վարկածներ են, հա։ Եվ մենակ նայենք այն փաստը, որ այսօր Հայաստանի Հանրապետության հայության արչեւ ծառացած են անհավանական բարդ սպառնալիքներ։ Եվ այդ սպառնալիքներով զբաղվելու, այդ սպառնալիքներում համառություն, ճկունություն, այդ սպառնալիքներում հետևողականություն ցուցաբերելու փոխարեն Հայաստանի դե ֆակտո իշխանությունները հանրային ամբողջ օրակարգը կենտրոնացնում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրենց չվերաբերող, իրենց անօրինական, այսինքն օրենքով իրենց համար փակ դաշտի մեջ մտնելուց, այսինքն դրանով են բոլորի զբաղեցնում։ Եվ դա անում են, պատկերացնենք, որ
ելնելով իսկապես չեմ հավատի եւ այլնի իրենց այսպես հանգանակներից նույնիսկ այդ պարագայում այդ անելը հանցագործություն է այն པարզ պատճառով որ դու գիտես որ քո գլխավոր կառույցը թիրախավորում են ինչու ես հիմա փոխանակ զբաղվելու ամենագլխավոր հարցերով դու էլ թիրախավորում դրանով թույլատրում տկարացնում հայրաքելական եկեղեցին բայց նորից սա այն պարագայում էս վարկածը Եթե մենք մտածում ենք, որ իսկապես չկա, այսպես ասած, հակահայկականության տար, դե ֆակտո իշխանությունների քաղաքականության մեջ կամ պրոթուրքականության մեջ։ Մինչդեռ ես ինքս համոզված եմ, որ կա եւ կան շատ հիմնավոր կասկածներ, որ գործ ունենք իսկապես նմանատիպ համագործակցության հետ։ Դա համար շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները հիմա են, մեր դիտողները հասկանան, որ սա ինչպես որ փորձում են ներկայացնել մեկ հոգեվորականի, երկու հոգեվորականի, երեք սրբազանի, մեկ կաթողիկոսի հարց չէ։ Սա հայ առաքելական եկեղեցին տկարացնելու, հայ առաքելական եկեղեցին թուլացնելու փորձ է։ Ում է սա ձեռնտու հաստատ ոչ հայ ժողովրդին։ Որտեվ սա ոչ միայն մեր առաջնային խնդիրը չէ, այլ այլ ավելին այն համընկնում է մեր ճշտամիների հստակ թիրախորման հետ։ Եվ այս սկզբունքով նույնը արվում է նաև Սփյուռքի հետ։ Հիմա պատկերացրեք մարդուն, որը որ ուզում է Հայաստանում ներդրում անի ու տեսնում որ Հայաստանում ամենամեծ ներդրում անողներից մեկը Սամվել Կարապետյանը, բարերար, հասարակական գործիչ ուղղակի մեկ նախադասություն իր կարծիքը արտահայտելու համար, որը մեջ ոչ մի քրեական տար չի պարունակում, արդեն 5 ամիս է դատարանում է, բանում է, կալանքի տակ է։ Հա, ընդ որում մեկ նախադասության համար մարդ, որը միլիոններ է ներդրել Հայաստանի տնտեսության մեջ ու շարունակում է ներդնել։ Հիմա ոնց պիտի ամրանա հայ-սփյուռքյան հարաբերությունները, ոնց պիտի ինչ որ մեկը, որը տեսնում է, որ քրիստոնեական հավատի կողքին կանգնած բարերարը, մեր այն փաստը, որ Սամվել Կարապետյանը տվել է անհավանական քանակությամբ գումար վեհարանի վերականգնման, նոր ենթակառուցվածքների կառուցման համար, այդ մարդուն դատում են մի նախադասության համար, որը ոչ մի բան չի պարունակում, եթե այդպես է, ուրեմն էլ ով պիտի գա եկեղեցուն նեցուկ լինի, ով պիտի մտածի, որ հայկական պետությունը պահպանում է եկեղեցին, որ մի սփյուռքյան գործիչը կմտածի ներդրում անելու մասին։ Այս ամենը ինչու մեզ հուշում է մենակ մի բան, որ գործ ունենք, եթե ոչ գիտակցաբար, ապա առնվազն անգիտակցաբար հայկական պետությունը թույլատնող, հայկական հասարակությունը թույլատնող, հայկական ինստիտուտները իդեմս եկեղեցու ու Սփյուռքի թույլատնող գործունեության հետ, որը պետք է փոխվի։ Շնորհակալություն մեր տաղավար գալու համար, հարգելի հեռուստադիտողները, զրուցում էի պատմական գիտությունների տեխնացու թուրքագետ Վարոժան Գեղամյանի հետ, շարունակեք հետևել Alpha News-ին, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։